Սյունիքի գյուղերում կրակոցները չեն լռում, մարդիկ հանգիստ գլուխը բարձին դնել չեն կարողանում։ Ինչ է անում Բաքվի հետ խաղաղություն բանակցող իշխանությունը, պարզ է արդյոք որն է այս փուլում Ադրբեջանի իրական նպատակը։ Մենք գնում ենք խաղաղության ու մենք ամեն ինչ անելու ենք այս հնարավոր էսկալացիայի ձգտումները ադրբեջանական կողմից սաստելու ու այդ ռիսկերը կառավարելու։ Ուրիշ ոչ մի տեղ չկա նման խաղաղություն, հակադարձում են ընդդիմադիրները։ Հիմա ասում են Բաքուն ավելի շատ է կրակում, քան փաստաթղթի համաձայնեցումից առաջ, որովհետև իր համար պարզել է, սպառնալով ավելին ստանալու մեթոդը աշխատում է։ Ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմը վերցնում են դա մեր ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով եւ ասում են այլ ընտրանքը չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվել են ու պիտի զիջենք, ինչու պիտի դա չօգտագործի Ադրբեջանը։ Եթե ինչ որ գործիչներ արդեն 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից զատ այլ գործողություն իմ կարծիքով չկա, բայց չի վրա եք զարմանում, էդ է խաղաղությունը Փաշինյանի։ Դա Նիկոլ Փաշինյանի խաղաղությունն է։ Օդ են կրակում, անկանոն են կրակում, ՊՆ-ի հայտարարություններն ըստ Հայկ Մամիջանյանի փորձ են արդարանալու Ադրբեջանի փոխարեն։ Ոչ սա, ոչ զիջումները պնդում է չեն փակելու Ադրբեջանի ախորժակը։ Իշխանությունը մինչդեռ չունի որևէ կարմիր գիծ հետ քայլի ճանապարհին։ Ալիևն օգտվում է առիթից ու սակարկում փաստաթղթի ստորագրումը։ Բանակցային գործընթացում, եթե դու հստակ կարմիր գիծը չես գծում, բնականաբար բացում ես հնարավորություն որպեսզի անօրեն ագրեսիաներով քեզանից շորթեն ստանան այս կամ այն նորանոր զիջումը ու ոնց հասկանում եմ Փաշինյանցից իրենք առանձնապես տենց դեմել չեն այդ զիջումները անելուն բացառությամբ կառավարական դաշաների դրանց անվտանգությունը Հայաստանում ամենակարևորն է ըստ իրենց։ Անում են այն, ինչ հնարավոր է, ասում են իշխանականները, պնդում են, թե սահմանամերձ գյուղերում կրակոցներն ավելի շատ էին մինչև 20 թվականը, հիմա դրանք նորություն չեն գյուղացիների համար։ Մի հատ ուղղակի գնացեք Տավուշի սահմանամերձ գյուղերի մարդկանց մի հատ հարցրեք, էլի իրանք ինչերի միջով են անցել ու ոնց են ապրել առհասարակ։ Տանիքների վրա գնդացիրի կրակած տեղեր, էլ չգիտեմ ինչ անթուփ միջև ականանետերով մարդկանց տներին կրակած միջոցներ։ Մենք գնում ենք խաղաղության։ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ ընդդիմությունն առաջարկ ունի պատժել ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության արժանացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը։ Փոփոխություններ են առաջարկում գործող օրենքում։ Երբ օրենքը գրել են, մտայնությունը այն է եղել, որ ազգությամբ հայը չի կարող հերքել ցեղասպանությունը։ Այսինքն մենք ասում ենք, որ Հայաստանում ցեղասպանության հերքումը, ժխտումը, նսեմացումը ցանկացած հիմքով, անգամ եթե դա ատելության քարոզով չի ուղեկցվել, ուղակի հայտարարություն է, ճիշտ ինչպես Փաշինյանի մի քանի հայտարարություններ պետք է քրեորեն պատժվեն։ Էսա նորամուծությունը։ Հայաստանի Հանրապետության մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, չի փորձում ցեղասպանությունը դարձնել ինչ-որ վաճառելի արտաքին հարաբերություններում կամ մնացածում, ինչպես օրինակ արել է Սերժ Սարգսյանը եւ այլ Ռոբերտ Քոչարյանը։ Չկա որևէ հայ մարդ, ով կարող է մերժել ցեղասպանությունը։ Չկա որևէ հայ մարդ։ Սա ասում են ու փորձում փակել իրենց ուղված մեղադրանքները, թե տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին փակում են ցեղասպանության էջը, կասկածի տակ դնում 110 տարի առաջ տեղի ունեցածը։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։